Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր խոսելու ենք կենդանակերպի վերջին նշանի մասին եւ այսպես ձկներ են համարվում նրանք, ովքեր ծնվել են փետրվարի 20-ից մարտի 20-ը, կառավարում են Նեպտունը, դասական աստղաբանության մեջ Յուպիտերը, մետաղը պլատինն է եւ անագը, տարը ջուրը, էներգետիկ թալիսմաններն են փետրվարի 20-ից փետրվարի 29-ը հասպիս եւ լազորիտ, մարտի 1-ից 10-ը լուսնակար, մարտի 11-ից 20-ը հելիոտրոպ, կվարցի տեսակ է։ Նեպտունը կառավարում է ոտքերը, կոճերը, մարսողական օրգանները։ Եթե ձեր քարտեզում Նեպտունն ունի բարդ դիրք, ապա կարող են լինել արյան շրջանառության հետ կապված խնդիրներ, ինֆեկցիոն հիվանդություններ, նյարդային հոգեբանական խանգարումներ, նևրոզ, նաև թուլություն ալկոհոլի նկատմամբ։ Հիշեցում. Սա չի վերաբերվում բոլոր ձկներին, ամեն բան կախված է ձեր անհատական քարտեզից։ Ձկները կենդանակերպի ամենախորհրդավոր զգայուն եւ եզրափակիչ նշաններն են։ Այն իր մեջ հավաքում է նախորդ բոլոր 11 նշանների փորձն ու հատկանիշները, ինչը ձկներին դարձնում է չափազանց բազմաշերտ եւ էմպաթիկ։ Ձկները բոլորից լավ են զգում դիմացինի ցավն ու տրամադրությունը։ Նրանք պատրաստ են օգնել նույնիսկ ի վնաս իրենց։ Այս նշանի ներկայացուցիչները հաճախ ունենում են մարգարեական երազներ կամ ուժեղ կանխազգացում։ Քանի որ ձկները ջրային տարերքի ներկայացուցիչներ են, նրանք կարող են լինել հանգիստ լիճ կամ բուռն օվկիանոս։ Նրանց մի մասը բնավորությամբ աշխուժ են, ունեն հարուստ երևակայություն, պայծառ հոգի, հարմարվողական են, հանգիստ, խաղաղասեր, զգայուն եւ համեստ, իդեալիստ են, կրոնական, ունեն խորը հոգի, իսկ մյուս մասը պասիվ, ամաչկոտ, թերահավատ, երազանքների գերին, անփույթ, անտարբեր, կարող են ընկնել ուրիշների ազդեցության տակ, ունենան կտրուկ տրամադրության փոփոխություններ, տխրություն, ծուլություն, անտարբերություն։ Այս նշանի ներկայացուցիչները արտաքինից անպաշտպան են երևում, սովորաբար խելացի են ու զարգացած, պատվախնդիր, հետաքրքիր զրուցակիցներ են եւ շրջապատի սիրելիներ, սակայն անծանոթ մարդկանց մեջ կորչում են, դառնում երկչոտ։ Նրանց հաճախ դժվար է լինում հասկանալ, ասես այլ աշխարհից լինեն։ Իրենց կյանքի ճանապարհին հանդիպում են շատ խոչընդոտների ու դժվարությունների, ճակատագրական շրջադարձեր են լինում նաեւ։ Հաճախ իրենք տուժում են իրենց արժեքների չճանաչումից եւ մտերիմ մարդկանցից։ Եթե կարողանաք շահել ձկների վստահությունը, ապա կստանաք այն, ինչ ցանկանում եք, բայց եթե փորձեք ճնշել նրանց, ապա նրանք կփորձեն խուսափել պատասխանատվությունից կամ ձեզ կպատասխանեն դրական ձևով, սակայն միտք չեն ունենա կատարել այն, ինչ խոստացել են։ Արվեստի մեջ անգերազանցելի են։ Նրանց մեջ շատ են նկարիչներ, երաժիշտներ, բանաստեղծներ, դերասաններ։ Շատ մարդիկ կարող են հասնել բարձունքների եկեղեցական, հոգևոր ոլորտներում։ Իրենց համար առանձնահատուկ հետաքրքիր է գիտությունը, տեխնիկան եւ անսպասելի գաղտնիքները բնության մեջ։ Նրանք լավ էզոտերիկներ են, հոգեբաններ, հոգեբուժներ, քիմիկոսներ։ Նյութական արժեքները հիմնականում ձեռք են բերում սեփական ջանքերի շնորհիվ։ Ձկների խորհրդանիշը երկու ձկներն են, որոնք լողում են հակառակ ուղղություններով, բայց կապված են մեկ թելով։ Սա խորհրդանշում է մարդու հոգու եւ մարմնի երկրայինի եւ երկնայինի միջև մշտական հակասությունն ու կապը։ Իսկ ինչ է ասում ձեր մասին առասպելը, հարգելի ձկներ, ըստ առասպելի, երբ սարսափելի հսկատիփոնը հարձակվեց աստվածների վրա, Աֆրոդիտեն եւ Էրոսը նետվեցին Եփրատ գետը եւ վերածվեցին ձկների, որպեսզի փրկվեն։ Նրանք մայր ու որդի էին եւ իրար կապվեցին ժապավեններով, որպեսզի ջրի հոսանքը չբաժանի նրանց։ Սա խորհրդանշում է մարդկային կապվածությունը զգացմունքների եւ ուժի մասին, որոնք օգնում են գոյատևել նույնիսկ ամենամեծ քաոսի մեջ։ Ահա այսքանը, հարգելիներս, ձկների մասին։ Ես մոտ 3 ամիս ձեզ պատմեցի մոլորակների եւ նշանների մասին։ Գաղտնիքները չբացելով, միայն կարող եմ ասել, լինելու է ավելի հետաքրքիր։ Եվ եթե ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք այս էջը։ Մնացեք բարյավ, կհանդիպենք։